Այս տեսանյութը միջև վերջ կնայեք, համ լավ կծիծաղակ, համ էլ կտեսնենք մեր երկրում ՔՊ-ի անպատժելիությունը ինչ մակարդակի է հասել։ Ուրեմն մի քանի օր առաջ ես հմեկում հարցազրույցի ժամանակ հրապարակեցի ձայնագրություն, ինչպես է Մարտունի համայնքապետարանի աշխատողը մանկապարտեզի տնօրեններին սպառնում։ Հիմա միացնում եմ նորից այդ ձայնագրությունը։ Բարև ձեզ հարգելի տնօրեններ, այսօր ժամը 7-ին Մարտունի քաղաքում բացվելու է ԿՊ կենտրոնական գրասենյակը, ուստի խնդրում եմ ձեր տղամարդ աշխատակիցներին տեղյակ պահեք, որ պարտադիր ներկա գտնվեն։ Նախ տղամարդ աշխատակիցներին հրավիրում Նիկոլ Փաշինյանի հավաքին, ես հասկանալի չի ինչին տղամարդ աշխատակիցները Նիկոլ Փաշինյանի հետ երևի ուրիշ բաներ կա, այդ հետո բարձելու միգուցե հարց է, բայց ինչ է տեղի ունեցել։ Ուրեմն սրանից հետո Մարտունի համայնքի մանկապարտեզի տնօրեններին կանչել են քաղաքապետարան, կարգադրել են, որ այն աշխատակիցները, որոնք չեն սատարում ՔՊ-ին, անուններ գրեն ու ներկայացնեն իրեն։ Այս տիկինն է ասել։ Սրանից հետո սա հրապարակելուց հետո ոչ միայն ոչինչ տեղի չի ունենում քար լռություն, ոչ մի իրավական գործընթաց, սա խոսքը առերևույթ հանցագործության մասին է։ Ուրեմն ինչ է տեղի ունենում, այս տիկինը նորից մի հատ էլ ձայնագրություն է ուղարկում էլի նույն մանկապարտեզի տնօրեններին ու նորից այդ ձայնագրությունը երկրորդը ես հիմա հրապարակում եմ։ Բարի երեկո հարգելի տնօրեններ, իմ ձայնագրությունը, որը ձեր կողմից փոխանցվել է Արման Թաթոյանին, այդ բառը չեմ ասում, ինձ թվում է արդեն հասկացաք ինչ արարք եք արել։ Բառը հարգելով իմ դաստիարակությունը չեմ կրկնում։ Այսինքն ինչ նկատի ունենի լավ կծիծաղակ, նայեք։ Ուրեմն հերիք չի հանցագործություն են կատարում։ Մի հատ էլ անպատժելիությունը հասել է նրան, որ մարդկանց զանգում սպառնում են, փոխանակ ամաչեն, նստեն տեղները, վերընկնեն տեղները, ինչպես իրանց շեֆն է ասում, չհելնեն տեղներից։ Մի հատ զանգում են, սպառնում են նորից էլի մարդկանց, ու հələ մի հատ էլ իրանք են բարոյականությունից խոսում։ Այս սա է այսօրվա ընտրական գործընթացի վիճակը, հանցագործությունների հովանավորչություն։ Հիմա բոլոր նրանք, ովքեր հարձակվել են մեր վրա, ովքեր ՔՊ-ին ամեն օր քարոզն են անում, այդ քարոզիչները, հələ տեսնեմ քանի հոգու է հարցաքննելու, ոչ թե հələ այս պաշտոնյան էլ հետ, ասենք, չեն գիտակցում ինչ են անում, հանցագործություն են անում։ Բա հովանավորողները ամենաբարձրաստիճան։ Այս սա է, քանի օր է ես արդեն հրապարակում եմ ձայնագրություններ, ոչ մի գործընթաց չկա։ Մեր տեղեկություններով Մարտունու համայնքապետարանում է աշխատում ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Խազարյանի բարեկամ Աննա Նավասարդյանը Վաղաշեն գյուղից։ Սա այն ՔՊ-ական պատգամավորն էր, որը մեզ խորհուրդ էր տալիս կպնել մեր գործերին։ Այ հիմա տեսնում ենք, շատ լավ կպել են իրենց գործերին։ Սիրելի քաղաքացիներ, սա բարձր հովանավորությամբ հանցանքներ են, որոնք պետք է բացահայտվեն եւ դուք չեք, որ պետք է կրեք պատասխանատվությունը։ Խնդրում եմ քվեարկեք ոչ թե վախերից ելնելով, այլ հանուն մեր պետականության։ Վստահեք 6-րդ համարի եւ քվեարկեք, որպեսզի արդարություն լինի նաեւ ձեր բնակավարում, ձեր աշխատանքի մեջ։